Ողջույն Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, այսօր տաղավարում մեզ հյուրընկալվել է դերասանուհի Դիանան։ Ողջույն Դիանա ջան։ Ողջույն Թամարա ջան։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ձեզ եմ շնորհակալ հրավերի համար։ Նախ երևի մի փոքր պատմեք ձեր մասին, թե ինչպես սկսվեց ձեր դերասանական ուղին։ Փոքրուց եմ ուզել դերասանուհի դառնալ 2008 թվականին ընդունվեցի Թատերական ինստիտուտ ու այդտեղից ամեն ինչ սկսվեց։ Դիանա, բայց իրականում երկար ժամանակ մարդիկ միշտ պատկերացումներ են ունեցել մասնագիտության վերաբերյալ, որ օրինակ շատերը թույլ չեն տվել, որ իրենց երեխաները այդ ուղով գնան տարբեր ըմբռնումների պատճառով։ Արդյոք ձեր ընտանիքի անդամները ինչ կարծիք ունեին եւ քո մեջ այդ վախերը չկար։ Եղել է նման պահեր, երբ որ օրինակ հայրս այդքան էլ չէր ուզում, որ ես դերասանուհի դառնայի, բայց երբ որ տեսան իմ մեջ ցանկությունը շատ մեծ էր, էլ չի եղել արգելք, չի եղել ուրիշ խոսակցություններ, ընթացքում էլ արդեն եղել են մենակ ոգևորող խոսքեր։ Իրականում դուք նաև Նիկոլայ Ծատուրյանի սաներից եք, ով կարողացել է տեսնել եւ ստանալ այն գիտելիքները, որը իրեն տրվել է։ Մի փոքր կպատմես նաև այդ հիշողությունների մասին։ Այդ տարիները իմ կյանքի լավագույն տարիներից են, այսպես կարող եմ ասել։ Բոլորովին վերջերս պարոն Ծատուրյանը հեռացավ կյանքից ու միշտ եմ հասկացել իր կարևորությունը իմ կյանքում, թե մասնագիտական եւ թե առհասարակ բնավորության ինչ-որ գծեր կան, ինչ-որ բաներ կան, որ ինքը հիմքը շատ է դրել մեր մեջ, որովհետեւ մենք հանդիպեցինք այն ժամանակ, երբ որ 17 տարեկան էինք, կուրսի երեխաներով եւ այդ ընտարիքն է, երբ որ մարդու ձևավորման հիմքն է դրվում ու ինքը շատ մեծ ազդեցություն է ունեցել մանավանդ իրենից հետո այսպես որ հետ ենք նայում կուրսի երեխեքով հասկանում ենք այնքան բան է ինքը մեր մեջ դրել ու այնքան շնորհակալ եմ իրեն ընդհանրապես կյանքին որ իմ կյանքի այդ փուլում ես ունեցել եմ իրպես վարպետ Ընդհանրապես երբ խոսում ենք հենց ուսման մասին, մանավանդ այս ոլորտում սովորելու, շատերը տարբեր ըմբռնումներ ունեն, որ օրինակ տեսնում ենք, այսօր բոլորը կարողանում են գրեթե թե օրինակ հետևորդների շատ լինելով կամ տարբեր քանակով հայտնվել էկրաններին, որը չէին կարողանում տեսնել նախկինում իրականում։ Ինչ եք կարծում, արդյոք որքանով այն կրթությունը, որը դուք ստացել եք եւ գիտեք թե դա ինչ է, որքանով է դա անհրաժեշտ մարդուն կերպարը կերտելիս։ Սենց դեպքերում միշտ հարցին հարցով եմ պատասխանում, օրինակ ոնց կլինի, որ պատկերացնենք բժիշկը վիրահատություն անի առանց գիտելիք ստանալու կամ առանց կրթության, նույն բանն է ինձ համար, լինում են բացառություններ, որ մարդիկ կրթություն ստացած չեն լինում, բայց իսկապես տաղանդավոր են լինում, բայց դրանք լինում են բացառություններ, բայց այսօրվա իրականության մեջ ես կարծում եմ, որ այնքան են շատացել ինքնագործունեությամբ զբաղվող մարդիկ, որ ուղղակի, չգիտեմ, անթիվ անհամար են այդպիսի դեպքերը ու վիրավորական է դերասանների համար։ Իհարկե վիրավորական է, որ 4 տարի սովորում են կամ որոշակի ճանապարհ են անցնում, մեկ էլ հանկարծ գալիս են բախվում են լրիվ այլ իրականությանը։ Իրականում որպես հենց մասնագիտության հետևից քայլող մարդ, երբ որ մուտք գործեցիք Թատերական ինստիտուտ, ինչ էր դա ձեզ համար եւ ինչ երազանքներով եք մտնում այդտեղ։ Դա իհարկե երազանք էր ինձ համար այդ կյանքի այդ փուլում լիքը բաներ, պատկերացումներ կոտրվեցին, որովհետեւ ինստիտուտում համենայն դեպս այդ տարիներին երկնքից իջացնում էին ուսանողներին։ Հիմա գուցե ուրիշ կերպ է, չգիտեմ, ուրիշ բաներ եմ հիմա լսել, ուրիշ սիստեմով են գուցե աշխատում, բայց այդ ժամանակ շատ կոնկրետ մեզ ոնց ասեմ, ավելի շատ կոփել են, ավելի շատ ինչ որ վատն են ասել, քան լավ, չգիտեմ դա լավ է թե չէ, բայց համենայն դեպս գուցե սովորելու տարիներին իսկապես պետք է մի հատ ընկնես նոր բարձրանաս, մի հատ հանդիպես դժվարությունների, հասկանաս, որ դու վերջը չես, հետո
ավելի պրոֆեսիոնալ դառնաս։ Չգիտեմ, համենայն դեպս ես գոհ եմ։ Այն ինչը որ ես ստացել եմ այդ տարիներին, այդ ժամանակ շատ գոհ եմ։ Իրականում մուտք գործելուց հետո ձեր մեջ ինչը փոխվեց, այսինքն շատ հաճախ օրինակ երբ որ մենք մի կառույց ավարտում ենք, որպես մարդ էլ կարող ենք էապես լիովին փոխվել։ Ինչ զգացիր, քո մեջ ինչ ձևավորվեց արդեն հասուն տարիքում, երբ որ ավարտեցիր։ Եթե ես չընդունվեի թատերական ինստիտուտ, ես հաստատ ուրիշ մարդ էի լինելու։ Փոխվեց առաջին հերթին ճաշակը։ Ձևավորվեց ճաշակը։ Չափի զգացումը, որը շատ կարևոր է արվեստում, եւ ճիշտը ստից տարբերելը։ Տեսեք, խոսում ենք հենց չափի զգացումի մասին եւ ինքս կնշեմ, որ շատերը ձեզ սիրում են եւ միշտ նշում են, որ բավականին համեստ եք ձեր կերպարով եւ տվյալ ոլորտում իրականում տվյալ արժեքներ ունենալը, որոշակի չափանիշներ ունենալը եւ պահելը բավականին դժվար է իրականում։ Արդյոք ինչպես է քո եսը ոլորտում աշխատելով կարողացել պահպանել եւ շատ հաճախ նաեւ չընկղմվել միջավայրում տիրող որոշակի կարելի ասել երևույթներին, որոնք կարող են տարածված լինել։ Ես այնպիսին եմ, ինչպիսին որ կամ չեմ ստեղծում ինչ-որ կերպար, պարկեշտ, անպարկեշտ, այնպիսին եմ, ինչպիսին որ կամ, ու շատ լավ է, որ ճիշտ եմ ընկալվել։ Իսկ թե կողքից ինչ են անում միջավայրը, երբեք չեմ խառնվել։ Ես միշտ եղել եմ աջ, ես իմ գործը, ու կարծում եմ ճիշտ է դա։ Ձեզ շատերը հիշում են Մեղրամիսից, քաղաքումից կերպարներ, որոնք իրականում բավականին հաջողություն են եւ երբ որ խոսում ենք միմյանց հետ, մենք հիշում ենք, որ տվյալ հաղորդումները մարդկանց մեջ մնում են, այսինքն երբեք չեն մոռացվում։ Ինչ էր դա քեզ համար եւ եթե կհիշես հենց անցումը կատարենք քաղաքումին, ինչպես ստացար կերպարի առաջարկը։ Դա այն ժամանակ էր, երբ որ ես նոր էի ավարտել թատերական ինստիտուտը։ Հենց ավարտեցի, մասնակցեցի քասթինգին ու ինձ ընտրեցին։ Շատ ջերմ հիշողություններ ունեմ այդ ժամանակների հետ կապված, որովհետև դա իմ առաջին առաջարկն էր, իմ առաջին կերպարն էր, որը շատ սիրվեց։ Մինչև հիմա էլ մարդիկ այդ կերպարով կարելի ասել ինձ հիշում են։ Իհարկե որոշակի թերություններով, որոշակի ինչ-որ բացթողումներով, բայց այնուամենայնիվ հաջողություն ունեցող կերպար եւ պրոյեկտ էր։ Ինչը ըստ հենց ղեկավարներին թված, որ պետք է քո մեջ կա, այսինքն որ կարող ես կերտել Իրենի կերպարը։ Երևի սկզբից կենսուրախությունը այդ տարիքին բնորոշ Հետո այդ ժամանակ ես հիշում եմ, որ այդպես դրված էր, որ պիտի լինեն դերասաններ։ Բոլորը պիտի լինեն պրոֆեսիոնալ ավարտած դերասաններ, հիմնական կերպարները։ Նաև իրականում իրոք բոլոր կերպարները հենց կրթություն ստացած անձիկ էին եւ արդյոք երբ որ աշխատում ես մարդկանց հետ, ովքեր փորձ ունեն, ինչ է ստանում դու իրենցից, այսինքն այդ փորձը որքանով է քեզ համար օգուտ եղել հետագայում։ Կոնկրետ այդ պրոյեկտի հետ կապված, դա քանի որ դա իմ առաջին պրոյեկտն էր եւ խաղընկերներս էլ բոլորը պրոֆեսիոնալ դերասաններ էին, չի եղել որևէ ճնշում, որ նոր, չէ, շատ լավ միջավայրում անցել նկարահանումը։ Իսկ ընկերական հարաբերությունները պահպանում ես, որովհետեւ օրինակ հաճախ ես էլ կարող եմ տեսնել ձեր եւ Անայսի համատեղ նկարները, երբ որ օրինակ բազմաթիվ էջեր դեռևս հրապարակում են, քանի որ շատ էին սիրում հենց ձեր կերպարները։ Չէ, ընկերական հարաբերություններ որպես այդպեսին չեն պահպանվել, պահպանվել են մենակ Մարգարիտայի կերպարի հետ, որովհետև ինքը իմ կուրսեցին էր, մենք ավելի վաղ ընկերներ էինք, բայց բոլորի հետ ջերմ ողջունելը, իրար ջերմությամբ հիշելը հաստատ կա։ Իհարկե տվյալ նախագծերը բավականին մեծ հաջողություն ունեցան, բայց մարդկանց մոտ առաջանում էր հարց, որ երկար ժամանակ այլևս ձեզ չէին տեսնում։ Դա նշել եք բազմիցս, որ հենց ընտանիք կազմելու պատճառն է եղել։ Արդյոք այդ փուլը ձեզ համար ինչ էր նշանակում, որ պետք է որոշակիորեն դադար տաս եւ անցնես դեպի ընտանիք։ Կարծում եմ դա յուրաքանչյուր կնոջ գիտակցված քայլն է, երբ որ դադար է լինում աշխատանքում,
Ոչ թե դու ստիպված ես դադար վերցնում, որովհետև այդպես պետք է, այլ որովհետև դու ես այդպես ուզում։ Համենայն դեպս իմ պարագայում այդպես ստացվեց։ Ես էի ուզում։ Նաև Դիանա իրականում ընտանիքի նվիրվելը բավականին կարևոր քայլ էր, մինչ ընտանիք կազմելը հիշում եմ հենց հարցազրույցներից մեկն էի դիտում եւ այնտեղ նշում ես, որ չես ցանկանա քո մասնագիտությամբ կամ քո մասնագիտություն ունեցող մարդուն ընտրել, արդյոք ինչով էր դա պայմանավորված։ Հիմա չեմ հիշում ճիշտն ասած այդ երբ եմ ասել, բայց հա իրականում չգիտեմ մտածել եմ ուրիշ ոլորտի մարդ լինի ու հենց այդպես էլ եղավ։ Ամուսինս կապ չունի մասնագիտության հետ, չնայած որ բոլոր հարցերում ըմբռնումով ա մոտենում իմ մասնագիտությանը, ժամերի հետ կապված, շատ ճիշտ է երևի էսենց։ Նաև երբ որ խոսում ենք կողակցի մասին, շատերին կհետաքրքրի, թե ինչպես հենց ծանոթացաք ձեր ամուսնու հետ։ Իմ ամուսինը իմ կուրսեցիներից մեկի, կուրսընկերներից մեկի մանկության ընկերն է։ Չեմ ասի, տենց պատահական ենք ծանոթացել, բայց իմացել եմ ով է։ Արդեն 6-րդ տարին կլրանա այս տարի, որ ընտանիք ենք կազմել, 2 բալիկներ ունեմ։ Այդ դաթար բան, որ ասում են, վայ ոչ մի բանի համար չեմ փոշմանում։ Ամեն ինչ ճիշտ է եղել այս պարագայում։ Իրականում նշում եք, որ աջակցությունը կա եւ բավականին մեծ է, բայց երբևիցե արդյոք այդ խանդը չի առաջանում, քանի որ դուք սիրված դերասանուհի եք եւ շատերը ձեզ սիրում են, արդյոք չի եղել այն շրջանը, երբ որ օրինակ փորձվի սահմանափակումներ լինի, թե իրականում ամեն բան երկկողմանի հենց հասկացվածության վրա է հիմնվել։ Ահա ես նախ երբեք իմ լիազորությունները չեմ չարաշահում, այսպես ասեմ, եւ հետո իմ ամուսինը ինձ շատ է սիրում իմ մասնագիտության մեջ։ Նույնիսկ եղել է դեպքեր, երբ որ ես մտածել եմ, օրինակ, ինչ կարելի անել, ինքը ինձ թույլ չի տվել մտածել ուրիշ բան անելու մասին։ Ինքը ասել է դու պիտի վերսկսես քո մասնագիտությամբ աշխատել։ Նաև դուք ձեր կարիերայի մի մասը հենց կարելի ասել թողել եք ձեր ընտանիքը զարգացնելու, ձեր երեխաներին ժամանակը նվիրելու համար, արդյոք մայրանալուց հետո մարդու կյանքը ինչպես է փոխվում եւ ինչ դերակատարում ունեն երեխաները քո կյանքում։ Մայրանալուց հետո ամեն ինչ է փոխվում։ Ամեն ինչ, քո աշխարհայացը, քո էգոն է կոտրվում, մինչև երեխաներ ունենալ ուրիշ կերպ ես մտածում, երեխաներից հետո ուրիշ կերպ ու հասունությունը հետո գալիս։ Նույնիսկ մասնագիտական ոլորտում այն հասունությունը, որ դու ունենում ես տարիքի հետ մայրանալուց հետո չի կարող գալ ուրիշ ժամանակ։ Ավելի երիտասարդ տարիքում այդ զգացողությունը, այդ շերտերը, որ մարդ ունենում, այդ գույները տարիքի հետ է կապված ու նաև հա մայրությունն էլ շատ է մեծացնում կնոջը։ Մեծացնել ասելով նկատի ունեմ հասունացնում։ Նաև երբ որ արդեն վերսկսես քո աշխատանքները ակտիվ կերպով, որքանով ես կարծում, արդյոք կարողանաս ամեն բան ճիշտ ժամանակին հասցնել, հարմարեցնել, թե իրականում պերֆեկցիոնիզմի չես գնում դեպի։ Պերֆեկցիոնիզմը ինձ միշտ խանգարել է։ Շատ վատ բան է, երբ որ շատ է ստրվում դրան։ Վերջին շրջանում, երբ որ նկարահանումներ ունեի եւ նաեւ թատրոնում փորձերի էի, չգիտեմ ոնց բայց ստացվեց համատեղել։ Միաժամանակ եղավ այդ ամեն ինչը։ Ինչ որ տեղեր չքնելու հաշվին, ինչ որ տեղել ավելի շատ հոգնելու հաշվին, բայց կարողացա պատվով դուրս գալ այդ ամեն ինչի տակից ու կարծում եմ, որ բոլորի մոտ համարյա թե այդպես ալեմ չի լինում, որ սենց ինչ որ կախարդական փայտիկով ինչ որ մեկը գալիս է քո փոխարեն, չէ, քո կյանքն է դու պիտի կարողանաս քեզ հարմարացնես իրավիճակին, եթե ուզում ես ինչ որ տեղեր լինես, մենակ ընտանիքում չլինես։ Եթե ուզում ես աշխատանք, ուզում ես ընտանիք, պիտի կարողանաս նաև ճկուն ձևով հարմարվել այդ ամեն ինչին։
Նաև այսօր բավականին ակտիվ սոցիալական հարթակներում գործունեություն է ծավալում Instagram-յան հարթակում, իրականում տվյալ հարթակում հենց ակտիվություն ունենալը որքանով է ըստ քեզ նպաստում մարդու զարգացմանը, հետագայում նաև որոշ դերերի առաջարկներ ստանալուն։ Այդպես որ ասեմ շատ ակտիվ եմ, շատ ակտիվ չեմ։ Ինչ ինձ դուր է գալիս հրապարակում եմ։ Ինչը երբ ուզում եմ հրապարակում անում եմ, երբ չեմ ուզում չեմ անում, որովհետև մի շրջան եկավ, երբ որ ես հասկացա, երբ որ դու ասում ես շաբաթական այսքան կոնտենտ եմ անում, այսքան պես պետք է անեմ, բան, այդնից հյուսումը մի տեսակ անազատության զգացում է բերում, իսկ ես չեմ սիրում դա։ Հա, ակտիվ լինելը լավ է, բայց այնքանով, որքանով որ դա քեզ պետք է, որքանով որ քեզ դա դուր է գալիս։ Ես հենց այդպես եմ փորձում լինել։ Ինչը որ ինձ դուր է գալիս, որ պահի որ ունեմ տրամադրություն կամ ուզում եմ որևէ բանով կիսվել, կիսվում եմ։ Իսկ թե որքանով է ակտիվ, пассив, այդ արդեն չգիտեմ։ Նաև Դիանա, իրականում հիմա այն շրջանն է, երբ որ վերսկսել ես քո աշխատանքները, արդյոք ինչ հետագա նպատակներ ունես տվյալ ոլորտին վերաբերող եւ նաև եթե նպատակներ ունես գործունեություն ծավալելու այլ ոլորտներում, ընդհանրապես ինչպիսին ես պատկերացնում հետագադ։ Այլ ոլորտներում չեմ պատկերացնում։ Ես կփորձեմ ամեն ինչ անել, որպեսզի այլևս նման մեծ դադար գոնե այլևս չունենամ։ Նաև մի այսպիսի քննարկումով էլ ավարտենք, իրականում շատերը ցանկանում են հենց ընտրել դերասանի մասնագիտությունը, սակայն վախենում են, որ չեն կարողանա ստանալ այն իրենց պատկերացրած կարիերան, ինչպես նաև ֆինանսական ապահովությունը, որը կոժանդակի իրենց հետագա ճանապարհը կերտելու համար։ Արդյոք ինչ խորհուրդ կտաս այն մարդկանց, ովքեր ի սրտե ցանկանում են ընտրել տվյալ ոլորտը։ Ամեն ինչ հարաբերական է։ Կախված է մարդուց, ով ինչքանով է դառնում պրոֆեսիոնալ, ինչքանով ունի պահանջարկ։ Դրա համար կոնկրետ այդպեսին, որ ասեմ խորհուրդ չկա։ Մենակ ասեմ թող լսեն իրենց ներքին ձայնին։ Երբեք չի խաբում դու որ ճանապարհով պիտի գնաս։ Եթե դու գիտես, որ հաստատ պիտի այդ ուղով գնաս, ուրեմն կողմնակի հարցերը քննարկել կամ վերլուծել իմաստ չունի։ Եվ եթե ամփոփենք, ինչպես ես քեզ տեսնում 10 տարի հետո։ 10 տարի հետո Երկայնքը բավական շատ արեցի։ Այնքան արագ է ուղղակի անցում ժամանակը։ Ուզում եմ ինձ տեսնել շատ խաղաղ։ Ուզում եմ տեսնել ավելի լավ Հայաստանում։ Չգիտեմ ոնց կլինի, բայց ուզում եմ ավելի ապահով Հայաստանում ինձ տեսնել։ Եվ խաղաղ ու ներդաշնակ ինքս ինձ ու աշխարհի հետ։ Շնորհակալ ենք Դիանա այսօր մեզ հյուրընկալվելու համար, ինչպես նաև վերհիշելու այն տարիները, որը շատերի համար սիրելի են, ինչպես նաև մենք կարոտով ենք հիշում այդ տարիները։ Ձեզ էլ եմ շնորհակալ։ Ձեզ եւս շնորհակալ ենք սիրելի հետևորդներ, կհանդիպենք հաջորդ կիրակի։